տղան, ում մազերի մեջ ծաղիկներ էին աճում։ Նրա անունը Դավիթ է, նա ծաղիկներ ունի գլխին, և նա իմ լավագույն ընկերն է։ Դավիթը սիրված է բոլորի կողմից, նաև մեր ուսուցչուհու, չնայած որ ծաղիկները նրան հաճախ փռշտացնում են։ Դավիթը սիրալիր ու զգայուն տղա է, ինչպես իր թերթիկները։ Մենք միասին հիանալի ժամանակ ենք անցկացնում, գտնելով լավագույն ջրափոսերը, հորինելով երգեր և փախչելով մեղուներից։ Դավիթի մազերի մեջ մի անգամ նույնիսկ թռչունների ընտանիք ապրեց, ամբողջ 1 ամիս, դա իսկապես զվարճալի էր։ Բայց մի օր ինչ-որ բան պատահեց։ Ես ջրում էի Դավիթի մազերը, երբ հանկարծ նրա թերթիկներից մեկը պոկվեց և մնաց իմ ձեռքում։ Այդ օրը կեսօրին նա չցանկացավ խաղալ մեզ հետ։ Հաջորդ օրը Դավիթը գլխարկ էր հագել։ Նա երբեք գլխարկ չէր կրում։ Դավիթը շատ լուռ էր։ Նա երբեք լուռ չէր մնում։ Միսիս Ջոնսը խնդրեց մեզ հանել մեր վերարկուները, գլխարկներն ու շարֆերը։ Երբ Դավիթը հանեց իր գլխարկը, նրա թերթիկները սկսեցին թռչկոտել ինչպես թիթեռնիկներ։ Դավիթը բարակ և փշոտ ճյուղեր ուներ։ Բոլորը սկսեցին հեռու մնալ Դավիթից, որպեսզի չվնասվեին նրա ճյուղերից։ Ես ինքս մի քանի քերծվածքներ ստացա, բայց դա իհարկե Դավիթի մեղքը չէր։ Հետո ինձ մոտ մի միտք ծագեց։ Ես տիկին Ջոնսից խնդրեցի վրձին, գունավոր թղթեր և մկրատ, և գտա մի միջոց Դավիթին իր գույնը վերադարձնելու համար։ Ես շարունակեցի թղթե ծաղիկներ պատրաստել Դավիթի համար։ Բոլորն էլ ցանկացան օգնել։ Դավիթը կարծես թե վերադարձել էր իր նախկին տեսքին։ Դե իհարկե ոչ ամբողջությամբ։ Հետո մի օր ես նկատեցի Դավիթի մազերի մեջ մի ուրիշ ծաղիկ։ Դա իմ նվիրած ծաղիկը չէր, չէ, ոչ մեկինը չէր, Դավիթինն էր, այն իսկական ծաղիկ էր։ Նոր ծաղիկ ավելի գեղեցիկ, քան երբևէ եղել էր։ Դավիթի իսկական ծաղիկներից ավելի ու ավելի շատերը սկսեցին ծաղկել։ Ու շուտով բոլոր բզզացող մեղուները ետ վերադարձան։ Հիմա Դավիթի մազերը լի են ծաղիկներով։ Բայց ես միշտ հետևում եմ, որ ինձ մոտ թղթե ծաղիկներ շատ լինեն, եթե երբևէ նա դրանց կարիքը ունենա։ Որովհետև նա իմ լավագույն ընկերն է, իսկ ես՝ նրա։